Կարող է թվալ, որ Ծառուկյանը օգտակոմ մուտք գործելից լարված էր, ըստ մարզական մեկնաբանի նրա հայացքում լարվածություն չկար։ Երևի թե առաջին ռաունդի կեսից հասկացավ, որ պետք է շարունակել արդեն այլ ոճով, Արմանը բազում ոճերի է տիրապետում, թե կանգնած դիրքում, թե պարտադրությունում, հիանալի մարդ է վարում, կապ չունի նա կլինի գրեպլեր, թե հարվածային մարտիկ, նա միևնույն է իրեն շատ լավ է զգում, բայց այստեղ կար մետաղադրամի հակառակ կողմը, քանի որ հուկերը ավելի բարձրահասակ էր Արմանից 12 սանտիմետր ու դա խառամենամարտերում միանշանակ մեծ տարբերություն է ու վստահաբար կարող եմ ասել, որ եթե կանգնած շարունակեր Արմանը, միևնույն է մինչև վերջին ռաունդ բաց էր թողնելու հարվածներ։ Սարգսյանը նաև մարզչի գործոնն է առանձնացնում, ըստ նրա Ծառուկյանը հիմա ավելի խիստ ռեժիմով է մարզվում։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նա վերջերս մարզվում է նաև Համզատ Չիմայևի հետ, վստահաբար կարող եմ ասել քաշերի տարբերությունը շատ մեծ նշանակություն ունի պարապմունքների ժամանակ։ Եթե վերցնում ենք հենց Արմանի քաշը ու համեմատում ենք Չիմայևի քաշի հետ, այնտեղ տարբերությունը ահռելի է։ Իսկ հիմա Արմանին սպասվում է մարտ Իլյա Տոպուրյայի հետ։ Մեկնաբանի կարծիքով Տոպուրյային այլ մարզիկի հետ համեմատելը ճիշտ չի լինի։ Իլյա Տոպուրյան ֆանտաստիկ հարվածային մարզիկ է։ Տոպուրյային երբեք չի կարելի համեմատել թե Դեն Հուկերի, թե Օլիվեյրայի հետ։ Արմանը մինչև այս պահը խելահեղ ֆանտաստիկ հարվածային մարտիկի դեռևս չի հանդիպել, որ մենք ասենք, գիտեք ինչ կա, ահա այս մարզիկին կարելի է համեմատել Տոպուրյայի հետ ու կարելի է ինչ-որ համեմատականներ գտնել։ Արմանը ունի հիանալի պոտենցիալ, Արմանը այսօր շատ լավ հնարավորություն ունի չեմպիոնական գոտու համար մենամարտելու,